Այսօր ես կխոսեմ մեր պայմաններում քաղաքական դաշտում կատարվողի եւ հնարավորի ու անհնարինի մասին։ Ինչպես միշտ կսկսեմ այս զոհաբերված երեխեքի նկարները ցույց տալով, որովհետեւ սա ազդեցիկ է, այս երեխեքը, բացարձակ երեխեքին տարան հայ այրերը լցրեցին գերեզմանները։ Նայեք դեմքերին ու իմացեք, թե մենք ինչ ենք կորցրել։ Մեր ամենամեծ նվաճումները գերեզմաններն են։ Եռաբլուր, պանթեոն, քանդվող եղեռնակոթող, ապրելու հարց вообще չունենք։ Ախպեր։ Այդ թեմայով եմ հիմնականում խոսում։ Ինչու մենք հայտնվեցինք Թուրանի կոկորդում ու կործանման անդնդում, որովհետև թուրքերը զարգացող նվաճող էին, մենք իրար քցող ատող։ Ինչու թուրքերը զարգացող նվաճող էին, մենք իրար քցող ու ատող, այդ մասին է խոսակցությունը լինելու այսօր։ Այսօրվա խոսելու գաղափարը այս իմ post-ից գրառումից մեջտեղ եկավ, գրել եմ ուրեմն ես ունեմ լավ լուր։ Ես գիտեմ մեկ հայի, ով կարող է երկիրն այս դժոխքից հանել, վատ լուրն էլ այն է, որ ինքը շանսը չունի ձեր միջոցով իշխանության գալու։ Կարծում եմ սկզբունքային հարց է, թե արդյոք մենք ունենք մարդիկ, որոնք մեզ կարող են այս կեղտից դուրս բերել, բայց եթե ունենք էլ, արդյոք այդ մարդիկ հնարավոր է, որ իշխանության գան։ Իսկույն այդ հարցը քննարկվեց, ամենակարևոր հարցը Ֆեյսյան ընկերուհիս է տվել, իսկ ում միջոցով շանս ունի գալու իշխանության, շարունակեմ։ Մուղամբաս հարց է, էլի, թե լավ տոպիկ ես մեզ մտցրել, մենք չենք կարա գոնե ասա ով կարա այդ իր գալը ապահովի, կարևոր լավ հարց է։ Պատասխանեմ, որովհետև պատասխանի մեջ ես բացահայտել եմ խնդիրները։ Դեռ Լևոնից հետո հայոց հիմնական խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է եղել, ընտրություն գնալ թուղթ գցել ու սպասել, որ քեզ իշխանություն կտան, մանավանդ սպառածերտի 100% հայտարարությունից հետո։ Այլ հարցը, թե կա ազգի մեջ մեկը, ով իր պոտենցիալներով ունակ է երկիրը նորմալ կառավարելու, իսկ հիմա էլ փրկելու արդեն։ Այդ մենք ենք մեզ երևակայել, թե մենք աշխարհի ամենահզոր ազգն ենք, եթե այս մի հրեշը որ չլինի, ով էլ գա լավ կլինի։ Իրականում մեր արժեքային այնպիսին է, որ ով էլ գա նույն զիբիլն է լինելու, որովհետև եկողը լիդերի միտքն ու ձիրքը չունի։ Ոնց ասել էի, մեկին գիտեմ, իրոք գիտեմ, այդ մարդը գոյություն ունի, ֆիզիկապես գոյություն ունի։ Ով այդ բոլոր որակներն ունի, ով ֆանտաստիկ մասնագետ է մի քանի ոլորտներում, ջահել է, ով աշխարհին համապարփակ է նայում, ու մեր ինքնակեր արժեքային էլ զաստավիտով կարող է փոխել։ Բայց այս պարագայում նկարում բերվածի հարցն է, այս նկարում այս Ադրիների հարցն է։ Հիմնականը դառնում, թե արդյոք մեզանում կա մի ուժ, որը կարող է արժանավորին իշխանության բերել։ Չկա։ Ընտրություններով նման մարդը չի կարող ընտրվել, որովհետև նախ զորով շարով եթե հանգարց ինչ-որ հրաշքով ժողովուրդը հասկանա, որ դա կարևոր է ընտրի, 100%-ի էֆեկտը մեջտեղ կգա, չեն թողի, տանկ կհանեն ձեր դեմ։ Ձեր միլիցեքը, ձեր ախպեր միլիցեքը։ Հաջորդը ինքն անձնապես չի կարող իշխանափոխություն կազմակերպել։ Ինքը աֆերիստ չի, խաբեպա չի, մուղամբաս չի, որ ձեզ Հավաքի հրապարակում դրոններով նկարի իր հետևից տանի, ասի ես Հայաստան եմ փրկելու ու Հայաստանի հերնանից։ Ինքը այդ մարդը չի, մաքուր մարդ է։ Փողատերերն իր կողքին չեն կանգնի, Նիկոլ Սատկասնեն ու իրեն բերեն իշխանության։ Իշխանության հավակնող հներն ու նորերն էլ ուլակ չեն իրենցից առավել մեկին սատարելու ու նմանների շուրջը միավորվելու։ Իրանք ամեն մեկն առաջ է անգել, ընտրության սռոկնեք էլ ախպեր, գնում ենք ընտրությունների։ 30 տարի պարլամենտ չնստած մարդը այսօր ասում է, եկեք ինձ ձեն տվեք, մտնեմ պարլամենտ, իշխանությունը տվեք, ես լավ կարեմ։ Ինչով ես տարբերվում ես իմ ընկերոջից, տարբերվում ես, կեշ ես տարբերվում։ Իմ ընկերը կարա այդ գործերն անի, իմ ծանոթը ամեն ինչ կարա անի, Հայաստանը կարա փրկի, դու Հայաստանը կարաս կողես, շարունակես կողել նույն զիբիլի մեջ, որտեղ որ դու ունակությունը չունես, ոչ մի բան անելու։
Ինչ ստացվեց, որ տեսականորեն փրկիչը կա, բայց նրա իշխանության գալու շանսը չկա, որտեղ ի տարբերություն այլ ազգերի մենք արժանավորին գնահատելու ու տեր կանգնելու շնորհքը չունենք։ Սա սկզբունքային հարց տարավ։ Հարցը հետևյալումն է, թե լիդերն է դեր խաղում երկրի բարգավաճման հարցում, թե ժողովուրդը։ Այս հարցը ոչ մեկը չի լուծել, ես լուծել եմ։ Իմ այսպես ասած բիզա հալով լուծել եմ այս հարցը, որովհետև ես կենսաֆիզիկոս եմ, խորացել եմ քաղաքագիտության մեջ, կենսաբանություն էլ գիտեմ իշմանը։ Ու Ադրինեն իր հաջորդ հարցն է տվել, որով առաջինը մանրացրել է, բայց դե անցնենք առաջ։ Խնդիրը հետևյալն է, թե ինչով է տարբերվում անհատը հասարակությունից քաղաքական հարցերում։ Կենսաբանական մարդը զարգացել է իր անհատների, այսինքն լավագույն գեների հաղթանակի շնորհիվ։ Արուները շատ ծնվում են, շուտ էլ մեռնում են, որովհետև իրանք մուտացիոն process իրանց մոտ շատ է, ինչի է շատ դա էլ են բացատրել։ Այդ արուների զոհողության շնորհիվ գնում են գլուխները տալիս են պատերում, հիմարություններ են անում, դրանցից որոշները որ խելոք են ելնում, հաղթում են, հետ են գալիս, իրանք է շարունակում սերունդ տալիս։ Իսկ հասարակությունները զարգացել են այդ անհատներին գնահատելու եւ որպես առաջնորդ նրանց ճանապարհ տալու միջոցով։ Մարդը հասարակական զարգացական, ինքը զարգացել է մի կողմից կենսաբանորեն որպես տեսակ Homo sapiens, բայց մյուս կողմից էլ մենք զարգացել ենք որպես մարդկային հասարակություն մեր խելոքներին ճանապարհ տալով։ Մարդը ինքը գալիս ասում է ես կամ ինձ հաղթել եմ, տեսեք հաղթող եմ ես։ Գնահատեք ինձ մյուս հաղթողների համեմատ ու տեսեք ով է ձեր համար ավելի լավ, նրան ճանապարհ տվեք։ Մեր մոտ դա ընտրությունները պետք է լինեն, ընտրությունները կեղծում են։ Հետևաբար այդ մեխանիզմը մեր մոտ չկա։ Թուրքերի մոտ էլ ընտրություն չկար։ 2000 տարի է թուրքերը առանց ընտրության, առանց Եվրոպարլամենտի, առանց այդ չափանիշների դեմոկրատիայի իրանք միշտ լիդերներին են ճանապարհ տվել։ Խելոքների հետևից են գնացել։ Հիմարներին ոչնչացրել են։ 91 թվին էլ թուրքերը որ պարտվեցին, իրանց առաջնորդներին սատկացրեցին, քշեցին դուրս։ Դրանից հետո ոչ մի հիմար մեջտեղ չի եկել։ Մենք պարտվեցինք, երկու անգամ նույն պարտված տականքը եկավ իշխանության ու ազգի հերն անեց այս անգամ ընտրություններով։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, անհատը եթե կա, հասարակության խնդիրն է այդ անհատին գտնել, տեղ տալ, առաջ մղել։ Ինչի այդ մարդու անունը չեմ ասում։ Կուտեք գլուխը։ Սա էլ տեսությունն է։ Այս մասին շատ եմ խոսել, Ռոբերտ Բրուկն է տվել։ Ռոբերտ Բրուկը կացունի ցանկացած քաղաքագետի աշխարհում մինչև հիմա եղած ոչ մեկը չի ճանաչում։ Այս մարդը մի նկարով տվել է աշխարհի քաղաքական էությունը։ Բազմիցս բացադրել եմ, այս կառուցվածքն է իշխանության։ Սա լիդերն է վերևի եռանկյունին։ Այս սուրը եռանկյունին մեծը համակարգն է, որը լիդերից էլ ուժեղ է, դեմոկրատական երկրներում այտենց է։ Տեխնոկրատական երկրներում համակարգի լիդերից ուժեղ չի, լիդերն է համակարգից։ Հետո գալիս է արդեն էլիտան է գալիս, որը այստեղ է, այս կողքերում է ու քաղաքական համակարգն է այս բոլորն, այս տակինն էլ մենք ենք։ Այս համակարգը նկատի ունենալով պետք է հասկանալ, եթե դու լիդեր ես ուզում, որը կառաջնորդի, այս համակարգի մեջ չի կարող, համակարգը լիդերից ուժեղ է։ Լիդերը սարքելու համար պետք է ժողովուրդը արդեն լիդերին համակարգից ուժեղ տեղ տա։ Եթե դու լիդերին սարքում ես պարլամենտով, որը պարլամենտական մեծամասնությամբ պետք է իշխանություն վերցնի, դա լիդեր չի լինելու, դա մողամբազ է լինելու։ Դուք գնալու եք ընտրության, ձեզ ամենալավ խափողին եք ընտրելու։ Լիդերն ուրիշ բան է։ Այս վիճակում եք, ընկերուհուս գրառումն է Ֆեյսյան, արժանապատիվ հասարակություններում բարեգործական ֆեոդալիզմը տեղ չունի, կրճոնակերությունը տեղ չունի, դոդի ու մյուս միլիարդատերերի սպասելիքները դրանց ջեբին գրբանին եք սպասում, թե ձեզ կրճոն է տալու, դուք կրճոնով լավ մարդու չենք ընտրելու, դուք կրճոնով կրճոնատիրոջն եք ընտրելու, ոչ թե լիդերի։ Կամ վերջի մոտերքն է, սա սրանք երեխեք չեն։ Սրանք սպաներն են, հայ սպաներն են, որոնք զոհվել են։ Այս երեխեքին տարակ ցապիկ գերեզմանները սպաներին էլ սպաների հարցով ասելիք ունեմ։
Ուրեմն մեկի մասին է խոսակցությունը, գնդապետ Վահագն Ասատրյանի մասին է, եւ նկարը չկա, այն նկարն ինչ տարբերություն ունի, ասենք թե այս բաներից ցանկացածին վերցրեք։ 5 ռազմական բուհ էր ավարտել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասի հրամանատարներ։ 44 օրյա պատերազմին է անում անում իր քաջագործություններն է նկարած։ Խնդիրն է, թե Վահագն Ասատրյանն է, որը 5 ռազմական բուրս էր ավարտել։ Ոնց եղավ, որ մեր հասարակությունը իրան սարքեց Նիկոլիզով։ Հարց եմ տալիս, լավ, հայոց արժեքայինում այդ ինչ հրեշ է նստած, որ 5 բուխ ահարտածին ուղարկում է ոչ թե Նիկոլներին սատկացնելու, այլ Նիկոլի հրամանով զոհվելու։ Դեռ կենթանիներ կան այդ կռվից ողջ մնացած, որոնք ամեն րոպե պատրաստ են նորից գնալու հայրենիք պաշտպանել։ Ոնց կարելի է անել, որ այդ ողջերի մեջ քաղաքական միտք ծնվի։ Առաջ գնացած ազգերին հատուկ միտքը ծնվի, իրենք էլ ասեն ժողովուրդ, մեր թվանքներով չենք մենք հաղթելու։ Մենք պետք է լիդերին տեղ տանք, որ լիդերը մեզ առաջ տանի։ Առաջի քայլը մենք պետք է անենք, մենք պետք է լիդերին տեղ տանք, մենք պետք է գտնենք այդ մարդուն, որը ունակ է մեզ առաջ տանելու, ոչ թե մուղամբազ է, ոչ թե որը կապեր ունի մուղամով մեր գործերը գդասավորի ցարուհու հետ, բանակցելով իբր թե Ալիևը ավելի մուղամբազ է, ինքը շատ ավելի հեշտ է բանակցում ու շանտաժի մեխանիզմներ ունի։ Դու մենակ խնդրանքի մեխանիզմ ունես, շանտաժ չունես, որտեղ խելքը չի երիքում այդքանի։ Խնդիրը այս սրանն է։ Այստեղ նկարածը ասում է, հա, ես մենակով ձեր բոլորից ճիշտ եմ, ես եմ ճիշտը, դուք սխալ եք։ Այս բանը հայությունը չի ընդունում, որ մեկը կարող է իր մեջ ճիշտը լինի։ Մյուսները սխալ լինեն։ Ոնց կարող է պատահի։ Դու ով եղար։ Ինձ երեք իմ ֆեյսյան ընկերուհին էր ասում, հա չես գցենք դու ով եղար, հա դու ձեն ես անում Կարապետյանի դեմ, Սամվել կար, դու իր вообще մի տոկոսն էլ չկաս, դու ով եղար, հա դու ով եղար։ Ու այդ հեշտ բան է, որովհետև հնարավորություն է տալի ցանկացած քնդռոտի հայկական իրականության մեջ մեջտեղ գա, այսպես մի անասուն մի կերի, դու եղար։ Այսինքն հասարակությունն ընդունակ չի օբյեկտիվ գնահատականի։ Հիմա գամ ուրիշ կետերի, որը սկզբունքային է։ Այստեղ ես բերել եմ գիրքը, որի վրա հայությունը թքած ունի։ Նու շատ են էջերը, ինչ ամեն անգամ այդ մասին չեմ խոսել։ 46-րդ էջից մինչև 50-րդ էջ ես քննարկել եմ լիդերին։ Եթե կարդաք, այդ գիրքը մերի մոտ է իմ ֆեյսյան ընկերու, ես այդ լինքն էլ կտամ, կիմանաք լիդերն ինչ է։ Ունեմ գրքում նաև հասարակության բաժինը, հիմա մի քիչ դժվար է, ես էջերը չեմ հիշում, ես էլ PDF է։ PDF-ով դժվար է գնալ, միգուցե ստեղ գտնեմ հասարակության բաժինը։ Ունեմ նաև նույն ձևով հասարակությունը քննարկած։ Ու դրանց կապն ունեմ, ես տվել եմ կապը, թե լիդերը ինչ է անում, հասարակությունը ինչ անում։ Հիմնականում ես դες բացատրեցի։ Լիդերը իր որակներն ունի, մասնագիտական, առաջնորդային որակներն ունի, հասարակության խնդիրն է նրանց ճանապարհ տալը, այլ ոչ թե Նիկոլներին, Նիկոլի թիմի պես անանսուններին, այս հիմա նոր ընտրությունների գնացողներին։ Գիրքը սա է։ Ներսնել այսպես ոնց տեսնում եք գունավոր նկարներով գիրքը։ Չեք առնելու։ Քանի որ հիմա արդեն սկզբից ես որ խոսեցի, կարող է մի 200 հոգի լսում էին, հիմա արդեն մի 10 հոգով են լսում։ Բոլորը թողեց հվրու է գնացել։ Այդ 10 հոգու խնդիրն ինչու՞մն է կայանում, որ իրանք են ինձ չլսող ու մյուսներին լսողներին ասեն, արա դու դեբիլ, դու ես այս իրականության կերտողը, որպես հասարակություն դու չես թողում նորմալ մարդը մեջտեղ գա։ Դուք ճանապարհ եք տալիս միայն սրիկաներին։ Սովետից հետո փողատեր դարձածներն ամենուր Նագլեի, Դուխով, Շուստրի տղերք են, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստանում եվրեյ են հիմնականում։ Միջին Ասիայում առհասարակ խելուկներն եկան։ Բայց մենք ըտեղել էինք քյորաբախտ, մերոնք դեբիլ, վախկոտ ու անամոթ են։ Կապը այս պատասխանը ես կարծում եմ տվեցի, թե ինչի մեր մոտ այդ լիդերը չկա ու ինչի մեխանիզմը չկա, մեկը չկա, որ այդ լիդերին առաջ կտանի։ Խնդիրը դրանն է, կեսաբանական տղամարդկանց վերացրինք, ջահելներին, գերեզմանների լեզին, 90 թվից այդ գոր, 88 թվից
հայ լիդերացուներին գերեզման տալու process-ի մեջ ենք։ Ու այսօր Թաթա եք դուք լսում, այդ անասունին, որ քացուտակ սատկացնել էր պետք։ Թաթան այս իրականություն փոխողներից մեկն է։ Ինքն իր սարսափելի արվեստ կոչեցյալով ձեզ կողմա գետնի տակ։ Դուք пассив նայում եք, ասում եք դե մենք հոլ Թաթա լսող չենք, որակով մարդիկս։ Լսող եք։ Հանդուրժողը Հայաստանի պայմաններում նույն լսողն է, հանդուրժելը նույն բանն է։ Լսեք, չլսեք, իրան կարևոր չի, դեռ իր լսողները կար։ Իր անասունների թիմը կա։ Թիմավորված սպասում է ձեր հետագա պարտություններին, որ իր գործն անի։ Վաղն էլ փողը հավաքած կլնեն, կթողեն երկրից կգնան մի ուրիշ տեղ տունը կառնեն, եթե արդեն տներն առաջ չունեն Դուբայում բանում ուրիշ տեղերում։ Հարցը նորից ձևակերպեմ, որը սկզբունքային է ու դուք ոչ մեկից չեք լսի։ Մարդը որպես մարդ զարգացել է իր գեների շնորհիվ, հաղթանակի շնորհիվ, լավ գեները հաղթանակի են բերել, հաղթանակած լիդերը որ հետ է եկել հաղթանակից, կողքինները գնահատել են, տեղ են տվել, ասել են դու խելոք մարդ ես։ Մեզ որպես հասարակություն առաջնորդիր, քու խելքով։ Մեր ժամանակներում դրա այդ ֆունկցիան պետք է ընտրությունները կատարեին, Հայաստանում ընտրություն կոչեցյալը մերժված է։ Նույնիսկ եթե մերժված չլինի, քո ձայնը հավասարվում է, հասկացողի ձայնը հավասարվում է չհասկացողների ձայնին։ Դու կորչում ես մի դեգեներատի հակադիր թուղթ գցելու միջոցով։ Որպեսզի այդ process-ի դեմն առնես, դու պետք է մի հատ կանգնես։ Ասես, լսեք, ընտրությունները կեղծվում են։ Եթե ոչ մի բան ուրիշ չի ասվում, ընտրությունները կեղծվում են, ես ոնց գնամ ընտրությունների։ Ընտրություններին մասնակցում է իմ հարևան անասունը, ես ոնց գնամ դրա հետ իմ ընդամենը մի թղթային ձայնով պայքարելու։ Մինչև ընտրություններն է ձեր անելիքը։ Մինչև ընտրությունները մեջտեղ եկեք, այս գիրքը, որ ասել եմ, հիմա կդնեմ լինքն էլ, կարդացեք, զարգացեք որպես մարդ, եթե ունակ եք այդքանը հասկանալու։ 104 էջը։ Ով որ լինքը չի կարող կարդալ, թող գնան գիրքը առնեն։ Շուտով խանութներում էլ միգուցե լինի, տպարանը ուշացնում։ Փորձեք հարցերը իսկապես բերել իրենց հարթություն, adekvat լինել հարցերի կարևորությանը, տեսնել դրանց այդ հարցերը ու ձեզ իրականություն բացադրողի վրա չթքել։ Կարող է մեկը ճիշտ լինի, ամբողջ հայ իրականության մեջ ոնց որ ասեցի, մեկը կա, որը կարող է հիմա Հայաստանին առաջնորդել։ Երկրորդին ես չեմ տեսնում։ Բայց այդ մեկը կա։ Իր անունը չեմ տա, գլուխը կուտեք։ Բայց մտածեք այդ մասին, որ դեռ այդ մեկը գոնե կա, կլստացել է, չի զոհվել։ Խնդիրը այդ մեկին տեր կանգնելն է, նման մեկերին գտնելն է, երբ որ ռեսուրս կլինի այդ մեկին առաջ տանելու, ես իր անունը կասեմ, հետնել կխոսեմ, որ համաձայն։ Այսօր այսքան։